Մոտ մեկ տարի առաջ երեկույթի ժամանակ ես հանդիպեցի մի հրեա կնոջ, ով պատմեց, թե ինչպես է իր ընտանիքը փրկվել Հոլոքոստից։ Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը նրա ընտանիքը բնակվում էր Գերմանիայում։ Նա այն ժամանակ մանկապարտեզ էր հաճախում։ 1930-ականներին նրանք սկսեցին իրենց շուրջը փոփոխություններ նկատել։ Մարդիկ սկսեցին սառը հայացքներ նետել շուկայում, հրեաների նկատմամբ նոր կանոններ սկսեցին կիրառվել, նոր սահմանափակումներ։ Հրեաներին կամաց մի կողմ էին մղում, վերաբերվում էին որպես կողմնակի, որպես ավելի ցածր մարդկանց, ասես նրանք այդ պետության քաղաքացիներ չէին։ Այնուամենայնիվ, ինչպես շատ ուրիշներ, այնպես էլ իմ ծանոթի ծնողները շարունակում էին մնալ Գերմանիայում։ Նրանք համոզված էին, որ սա ուղղակի քաղաքականություն է, կանցնի։ Իմ ծանոթի եւ իր ընտանիքի համար բախտորոշիչ եղավ Միացյալ Նահանգներից իրենց հորաքրոջ այցը։ Գերմանիայում տեսածը ապշեցրեց իմ ծանոթի հորաքրոջը։ Հորաքույրն ասաց, եւ ես մեջբերում եմ. այս խայտառակ երևույթներն աստիճանաբար են տեղի ունենում, քայլ առ քայլ, եւ դու սկսում ես սովորել դրան։ Ահա թե ինչն է ինձ սարսափեցնում։ Դու չես տեսնում, թե ինչ է կատարվում, քանի որ կատարվում է կաթիլ առ կաթիլ, քայլ առ քայլ։ Սա հեռուն կգնա։ Դու պետք է ընտանիքիդ հեռացնես Գերմանիայից։ Բայց իմ ծանոթ կնոջ հայրը տատանվեց։ Նա անգլերեն չէր խոսում, նա իր բիզնեսը, անունը, արժանապատվությունը, այդ ամենը կառուցել էր Գերմանիայում։ Նա Գերմանիան էր տուն անվանում։ Եվ ինչպես շատերը, նա էլ կառչեց այն հույսից, որ ամեն ինչ շուտով կփոխվի դեպի լավը։ Մի քանի շաբաթից ծանոթիս հորաքույրը վերադարձավ Ամերիկա։ Նրան չէր հաջողվել համոզել եղբորը ընտանիքի հետ տեղափոխվել Միացյալ Նահանգներ, բայց նա չդադարեց փորձել։ Հորաքույրը զանգահարում էր գրեթե ամեն օր, անդադար աղաչում եղբորը տեղափոխվել Միացյալ Նահանգներ, եւ վերջապես ճիշտ ժամանակին նրանք տեղափոխվեցին։ Նրանք Միացյալ Նահանգներ ժամանեցին ճիշտ ժամանակին, նախքան երկրորդ համաշխարհային պատերազմի սկսելը։ Ծանոթիս ամբողջ ընտանիքը ողջ մնաց, հորաքրոջ սուր աչքի եւ մտքի շնորհիվ։ Միլիոնավոր ուրիշ հրեաներ չունեցան նման բախտ։ Հետաքրքիր է, որ այս հրաշալի, բարի եւ բավական հետաքրքիր մտքի տեր կինը չկիսվեց ինձ հետ իր պատմությամբ պարզապես որպես հիշողություն։ Երբ մենք խոսում էինք հրեաների եւ հայերի ցեղասպանությունների, Հոլոքոստի եւ Մեծ Եղեռնի մասին, նա ասաց մի բան, որն ինձ մտածելու տեղիք տվեց։ Իր ասածը որպես այդպիսին նորություն չէր, բայց այդ օրը իր ասածը մի տեսակ այլ կերպ հնչեց։ Նա ասաց. վտանգը երբեք հանկարծակի չի գալիս, այն սովորաբար ունի իր ակնհայտ նշաններն ու պատճառները։ Որպես հայ, ես ընթերցել եմ բազմաթիվ գրքեր ու վկայություններ հայոց ցեղասպանության մասին։ Ես նաև ուսումնասիրել եմ Հոլոքոստի վերաբերյալ զգալի գրականություն, բայց իմ ընթերցած գրականության մեծ մասը կենտրոնացած է եղել հենց հանցագործությունների վրա, կոտորածների եւ դրանց հետևանքների վրա։ Ավելի քիչ եմ հանդիպել հատկապես հանրայնորեն հասանելի եւ տարածում ունեցող այն վերլուծությունները, որոնք քննարկում են պայմանները, իրադարձությունները եւ որ կարեւոր է այն քայլերը, որոնք հանգեցնում են ցեղասպանության։ Այդ կնոջ հետ խոսակցությունը ինձ ստիպեց հետ նայել ոչ միայն ցեղասպանության իրադարձություններին, այլ այն ամենին, ինչ եղել է այդ երկրներում նախքան ցեղասպանությունը, այսինքն նախքան նման սարսափելի գործողությունների իրականացումը։ Ես սկսեցի հետաքրքրվել ցեղասպանություն իրականացրած երկրներում սոցիալ-տնտեսական պայմանների փոփոխությամբ, ներքին քաղաքական լարվածությամբ, հասարակական կարծիքի փոփոխությամբ։ Սա ինձ ստիպեց հարցնել նաև, ինչպես են ընտրվում թիրախները, ինչ քայլեր են ձեռնարկվում ամիսների, տարիների ընթացքում մի խումբ մարդկանց ապամարտկայնացնելու եւ նման վայրակությունները արդարացնելու եւ իրականացնելու համար։ Եվ վերջապես, ինչ շահեր ունեն եւ ինչ նպատակներ են հետապնդում իշխանության գլուխ կանգնածները։ Այսօրվա տեսանյութում ես ուզում եմ քննարկել այս հարցերը։ Ես իհարկե կառաջարկեմ որոշ պատասխաններ, բայց որ ավելի կարևոր է, հուսով եմ, որ հետաքրքրվելու եւ մտածելու տեղիք կտամ։ Ողջույն։ Ձեզ հետ է Word and Me Project-ը եւ դոկտոր Եվա Ալեքսանյանը։ Word and Me Project-ը հարթակ է, որը նվիրված է մեզ շրջապատող աշխարհը, այն ձևավորող ուժերը եւ արժեվում գտնվող ուղին հասկանալու, ընդհանուր կամ մեծ պատկերին, պատմության եւ տնտեսագիտության ոսպնյակի միջոցով նայելու շնորհիվ։
Անկախ նրանից, թե ես խոսում եմ անհատի, խմբի, թե երկրի մասին, իմ նպատակն է տեղեկացնել, կրթել, վերլուծել և ներկայացնել անցյալը, որպեսզի ավելի լավ հասկանանք ներկան և պատկերացնենք, թե ինչ զարգացումներ կարող են լինել ապագայում։ Եթե կարծում եք, որ քննարկվող թեմաները և վերլուծություններն արժեքավոր են, ապա խնդրում եմ հավանել այս և մյուս տեսանյութերը, կիսվել ուրիշների հետ և բաժանորդագրվել այս ալիքին։ Ես իսկապես շնորհակալ եմ նրանց, ովքեր ժամանակ են տրամադրում, դիտում Word and Me Project-ի տեսանյութերը, մեկնաբանություններում գրում իրենց կարծիքները և կիսվում ուրիշների հետ իմ աշխատանքով։ Թեև զբաղվածության պատճառով ես միշտ չէ, որ կարողանում եմ պատասխանել, բայց ես տեսնում եմ, կարդում եմ ձեր արձագանքները և խորապես գնահատում եմ ձեր կարծիքը։ Հենց դուք եք պատճառը, որ ես շարունակում եմ տեսանյութեր պատրաստել և քննարկել տարբեր երևույթներ։ Word and Me Project-ի կայքն է www.wordandme.info, որտեղ կարող եք տեղեկանալ Word and Me նախագծի մասին, կարդալ հետաքրքիր և բովանդակալից հոդվածներ, ինչպես նաև ծանոթանալ իմ այլ նախագծերի հետ։ Այսպիսով, կզարմանաք, եթե ասեի, որ ցեղասպանությունը ժամանակակից երևույթ չէ և ոչ էլ պատմության ողբերգական պատահար։ Ցեղասպանությունը խորապես արմատավորված է մեր ով լինելու մեջ։ Համենայն դեպս իր բեսթսելեր «Սապիենս» գրքում հայտնի պատմաբան Յուվալ Նոե Հրարին առաջ է քաշում հենց նման համարձակ և մտահոգիչ մի միտք, որ ցեղասպանությունը պարզապես քաղաքական ձախողում չէ, այն մարդկության էվոլյուցիոն պատմության մաս է։ Տասնյակ հազարավոր տարիներ առաջ մենք հոմո սապիենսներս մենակ չէինք։ Աշխարհում բնակվում էին նաև մարդկային այլ տեսակներ՝ նեանդերթալները, հոմո էրեկտուսը, հոմո ֆլորեսիենսները, թիվս այլոց։ Բայց սա երկար չտևեց։ Երբ հոմո սապիենսը սփռվեց դեպի նոր տարածքներ, մյուս մարդկային տեսակները անհետացան։ Եվ այսօր այդ հոմո սապիենսը մարդկային տեսակներից միակն է, որ կենդանի է մնացել։ Արդյոք սա պարզապես պատահականություն է։ Հրարին այդպես չի կարծում։ Նրա խոսքերով, հոմո սապիենսը ոչ միայն չէր մտածում մեր մարդկային զարմիկների մասին, այլև հոմո սապիենսը պայքարում էր նրանց դեմ, մրցում նրանց դեմ և գուցե նույնիսկ բնաջնջում նրանց։ Իհարկե սա պլանավորված, կազմակերպված ցեղասպանություն չի եղել, այլ եղել է ժամանակի ընթացքում մյուս մարդկային տեսակների նկատմամբ ճնշում գործադրելու, բռնություն կիրառելու և հողի և ռեսուրսների համար մրցակցության միջոցով։ Հրարի ամենասարսափելի տողերից մեկն ասում է. հանդուրժողականությունը սապիենսի ուժեղ կողմը կամ ապրանքանիշը չէ։ Տարբեր ժամանակներում մաշկի գույնը, լեզուն, նույնիսկ բարբառը կամ կրոնական փոքր տարբերությունները բավական են եղել, որ սապիենսների մի խումբը ոչնչացնի մեկ այլ խմբի։ Ըստ էության, Հրարին ասում է հետևյալը. ցեղասպանության դրդապատճառները միայն քաղաքական չէ, այն նաև հոգեբանական է, ցեղային և բնազդային։ Ի սկզբանե մարդիկ գոյատևել են ստեղծելով փոքր խմբեր, որոնք ունեին նույն լեզուն, իրար նման էին արտաքնապես և իրենց նիստուկացով։ Սա վստահություն էր սերմանում միմյանց նկատմամբ և հնարավորություն ընձեռում համագործակցել և գոյատևել։ Իսկ նրանք, ովքեր նույն կամ նմանատիպ արտաքին տեսք չունեին, չէին խոսում նույն լեզուն և այլն, համարվում էին օտար, ոչ այդ խմբի մաս, այսինքն կար այս տարանջատումը՝ մենք և նրանք։ Եվ նրանք, այդ օտարները, դիտարկվում էին որպես սպառնալիք։ Եվ այդ բնազդները ամենևին էլ չվերացան։ Նրանք շարունակեցին մնալ և զարգանալ մարդկության հետ մեկտեղ։ Եվ այսօրվա աշխարհում արդեն, եթե նման բնազդներին ավելացնենք ազգայնականությունը, կրոնական ծայրահեղականությունը, ռասիզմը և տանք դրան ժամանակակից իշխանության գործիքները, ապա կստանանք ժամանակակից դարաշրջանի ցեղասպանությունները։ Սա իհարկե կարող է ընկալվել որպես տրամաբանական բացատրություն, որը վերաբերում է միայն փոքր խմբերին, ցեղերին կամ կլաններին կամ միատարր հասարակություններին, կամ գոնե երկու էթնոս ունեցող հասարակություններին, բայց արդյոք նման բանը ճիշտ է, երբ քննարկում ենք բազմազգ կայսրությունները, որոնք ցեղասպանություն են իրականացրել կոնկրետ խմբի դեմ, օրինակ Օսմանյան կայսրության կողմից քրիստոնյա հայերի ցեղասպանությունը։ Այստեղ արդեն խոսքը այլ մասշտաբների մասին է։ Այստեղ երկու ցեղ կամ էթնիկ խմբեր չեն, այստեղ խոսքը բազմազգ տիրության մասին է, որն ունի կենտրոնացված պետական իշխանություն, բյուրոկրատիա և գաղափարախոսություն։ Եվ այնուամենայնիվ,
Նույնիսկ այս դեպքում Sapiens գրքում հնչեցված հրարի գաղափարները կարող են օգնել մեզ հասկանալ նման վայրագությունների հիմքում ընկած ավելի խորը օրինաչափությունները։ Հրարին մասնավորապես բացատրում է, որ Homo sapiens-ը տարբերվել է այլ մարդկային տեսակներից ոչ միայն իր ստեղծած գործիքներով, այլ նաև իր կարողությամբ ինչ-որ բան պատկերացնելու, երևակայելու, պատմություն ստեղծելու և այդ պատմություններին կամ այդ պատկերացումներին հավատալու կարողությամբ։ Նման պատմություններ, գաղափարներ կամ պատկերացումներ են կրոնը, ազգային պատկանելությունը, փողը, կորպորացիաները և քաղաքական գաղափարախոսությունները։ Սրանք մեծ հաշվով կոլեկտիվ պատմություններ են կամ կոլեկտիվ պատկերացումներ, մի բան, որին մենք բոլորս համաձայնում ենք հավատալ։ Օրինակ, այն կանաչ թուղթը, որի վրա գրված է $100, մենք բոլորս համաձայնում ենք հավատալ, որ որոշակի արժեք ունի և դրանով շատ ապրանքներ կարելի է գնել։ Այն պահին, երբ բոլորս հրաժարվենք հավատալ, որ այդ թղթադրամը ինչ-որ արժեք ունի, այն պարզապես կդառնա թուղթ, կկորցնի իր արժեքը։ Այսինքն շատ պատմություններ, պատկերացումներ, գաղափարներ ֆիզիկական կամ առարկայական չեն, բայց ունեն իրական հետևանքներ, քանի որ միլիոնավոր մարդիկ հավատում են դրանց։ Նման պատկերացումների և ընդհանուր համոզմունքների շնորհիվ պատմության ընթացքում մարդիկ կարողացան համագործակցել մեծ խմբերով, ստեղծել պետություններ, ստեղծել քաղաքակրթություններ, առևտուր անել, ստեղծել համակարգեր, մշակույթ, գիտություն և այլն։ Այսինքն պատկերացումների շուրջ համախմբումը հնարավորություն է տվել Homo sapiens-ին տարբեր առաջընթացներ գրանցել։ Բայց Հրարին նաև զգուշացնում է, որ պատկերացումների շուրջ համախմբվելն ունի նաև իր մութ կողմը։ Այն կարող է կիրառվել մարդկանց մեր և նրանց միջև բաժանելու համար։ Նման պատկերացումները կարող են օգտագործվել արդարացնելու կրոնական պատերազմները, ինչպիսիք են խաչակրաց արշավանքները և ջիհադը, ռասայական հիերարխիան, գաղութատիրությունը, զանգվածային սպանությունները, ներառյալ ցեղասպանությունները։ Այսպիսով, թեև այս պատմությունները, գաղափարները և պատկերացումները դարեր շարունակ հիմք են հանդիսացել հասարակական կառուցվածքի, համագործակցության և առաջընթացի համար, դրանք նաև կիրառվել են մյուսներին, այսինքն այլոց ոչնչացնելու համար։ Օրինակ, Ռուանդայում քաղաքական առաջնորդները և հանրային ռադիոն սիստեմատիկ ապամարտկայնացրեց Թութսի փոքրամասնությանը, նրանց անվանելով սևուտիչներ կամ միջատներ և ինչպես նաև հութիների գլխավորած պետության թշնամիներ։ Նման գաղափարը կամ միտքը կրկնվեց անընդհատ, լարելով հարևանին հարևանի դեմ։ Ընդամենը 100 օրվա ընթացքում մոտ 800,000 մարդ սպանվեց, կոտորվեց ամենադաժան ձևերով, բութ գործիքներով, անդամահատություններով։ Ես պարզապես չեմ ցանկանում մանրամասնել այդ ցեղասպանությունը, քանի որ այն իր տեսակով ամենադաժաններից էր։ Այսպիսով պատմությունները, գաղափարները և պատկերացումները շատ մեծ նշանակություն ունեն քարոզչության համար, հատկապես երբ խոսում ենք ցեղասպանության մասին։ Ցեղասպանությունը ծրագրված, կազմակերպված փորձ է ջնջելու մարդկանց մի ամբողջ խումբ։ Հաճախ ցեղասպանությունը երկարաժամկետ ապամարտկայնացման, վախի, քարոզչության և չվերահսկվող իշխանության արդյունք է։ Իսկ ինչպես և ինչու են տեղի ունենում ցեղասպանությունները։ Ցեղասպանության ինչպես հարցի պատասխանը բացահայտում է սարսափելի օրինաչափություն։ Այն սկսվում է քավության նոխազ խմբի ընտրությամբ, կլինի դա այդ խմբի էթնիկ պատկանելությունը, կրոնը, մշակույթը, լեզուն, թե դասային պատկանելությունը։ Ճիշտ այնպես, ինչպես օրինակ քրիստոնյաները և հատկապես քրիստոնյա հայերը ընտրվեցին որպես նման խումբ Օսմանյան կայսրությունում, հրեաները նացիստական Գերմանիայում և այլն։ Հետո սկսվում է այդ խմբի մեկուսացումը։ Պետական կամ ոչ պետական դերակատարները սկսում են վախը օգտագործել որպես զենք, տեսեք, այս խումբը ձեր աշխատանքն ու հնարավորություններն է խլում, ձեր անվտանգությանն է սպառնում, հատկապես ձեր երեխաներին է կոտորում, չգիտեմ, երեխաներին է մատաղ անում, ընդ որում ասեմ, երեխաների հետ կապված պրոպագանդան շատ տարածված է։ Կամ օրինակ, ասում են այս խումբը կեղտոտ է, հիվանդություններ է տարածում, այլ ոչ նորմալ ավանդույթներով է ապրում և այլն և այլն։ Սկսվում է վկայակոչվել ազգայնականությունը, անվտանգությունը կամ ավանդույթները
արդարացնելու այս խմբին բացառումը և բռնաճնշումները։ Դրան հաջորդում է համակարգված ապամարտկայնացում քարոզչության, կրթության և հրապարակային հռետորաբանության միջոցով։ Թիրախային խմբին ներկայացնելով որպես կիսամարդ, ոչ մարդ, անվանելով նրանց կենդանիներ, վնասատուներ, խոզեր և այլն, կամ խումբը կարող է պիտակավորվել որպես վտանգավոր։ Նման ապամարտկայնացումը ճանապարհ է հարթում ծայրահեղ տրամադրությունների և բռնության համար։ Սկսվում է խտրականությունը, ինչը հանգեցնում է տեղահանման, որն էլ ավարտվում է զանգվածային սպանություններով։ Թեև շատ ցեղասպանությունների թիրախ են դառնում տարբեր էթնիկ կամ կրոնական խմբեր, նման վայրագությունները կարող են ուղղված լինել նաև դեպի սեփական էթնիկ խմբի մի մասին, որն ունի ինչ-որ տարբերվող հատկություններ։ 1975-79 թվականների Կամբոջայի ցեղասպանությունը կարմիր քմերների նրանց կոմունիստական շարժման օրոք նման ողբերգական իրականության ապացույցն է։ Պոլ Փոթիի գլխավորությամբ կարմիր քմերները ձգտում էին Կամբոջան վերածել առանց դասակարգի agrarային հասարակության։ Կարմիր քմերների agrarային հասարակություն ստեղծելու հավակնությունը խորապես արմատավորված էր կոմունիստական գաղափարախոսության արմատական մեկնաբանության մեջ, կրում էր հատկապես մաոիստական սկզբունքների ազդեցությունը։ Պոլ Պոտը և նրա հետևորդները կարծում էին, որ Կամբոջայի փրկությունը ինքնաբավ գյուղական տնտեսություն վերադառնալում է զերծ արտաքին ազդեցությունից և կապիտալիստական կոռուպցիայից։ Նրանք իդեալականացնում էին գյուղացիներին որպես ամենամաքուր դասի և ձգտում էին վերացնել հասարակության այսպես կոչված աղտոտիչներին, ներառյալ մտավորականներին, քաղաքաբնակներին և էթնիկ փոքրամասնություններին։ Այս տեսլականը հանգեցրեց քաղաքացիներից հարկադիր տարհանմանը, փողի և մասնավոր սեփականության վերացմանը, կոլտնտեսությունների ստեղծմանը։ Կամբոջայում այս արմատականությունը հանգեցրեց մոտավորապես 1,7-ից 2,2 միլիոն մարդու հալածանքների և մահվան։ Արդյունքում Կամբոջայի բնակչության գրեթե 1/4-ը նահատակվեց։ Թիրախները ներառում էին մոտավորականները, մասնագետները և քաղաքաբնակները, ովքեր կոմունիստական ռեժիմի կողմից դիտարկվում էին որպես կոռուպցիոն ազդեցություններ։ Նույնիսկ այնպիսի հատկությունները, ինչպիսիք են ակնոց կրելը կամ փափուկ ձեռքեր ունենալը, համարվում էին բուրժուազիայի նշաններ և կարող էին մահապատժի պատճառ դառնալ։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչի մասին է խոսքը, ասեմ, որ եթե ես այդ ժամանակներում ապրեի Կամբոջայում, առնվազն մի քանի պատճառ կլիներ ինձ մահապատժի ենթարկելու համար։ Միայն իմ ակնոց կրելը բավական կլիներ մահապատժի համար, քանի որ ակնոցը նշան է, որ ես կարդում եմ, մտավորական եմ, իսկ Կամբոջայի կոմունիստները այդ շրջանում իրենք իրենց մտավորականներին էին սպանում։ Մահապատժի երկրորդ պատճառը կլիներ իմ կրթության մակարդակը։ Ես ԱՄՆ-ում ստացել եմ 2 մագիստրոսի և 1 դոկտորի աստիճան։ Իմ կրթության մակարդակը ավելի քան բավարար կլիներ մահապատժի համար, հատկապես, որ նման կրթություն ստացել եմ ԱՄՆ-ում, Արևմուտքում, այսինքն կընկալվեի որպես արևմտյան ազդեցության կրող և սպառնալիք։ Սրան զուգահեռ, ես տիրապետում եմ առնվազն 2 օտար լեզվի, գումարած մեկին էլ կիսատ պռատ։ Ցանկացած անձ, ով տիրապետում էր առնվազն 1 օտար լեզվի, դաժանակիր աշխատանքների կամ մահապատժի էր ենթարկվում, քանի որ սա էլ էր նշան, որ անձը մտավորականության ներկայացուցիչ է։ Նույնիսկ եթե այս 3 հանգամանքները իմ դեպքում բացակայեին, ես էլի մահապատժի կենթարկվեի, որովհետև նուրբ ձեռքեր ունեմ։ Այսինքն սա նշան է, որ ես ամեն օր գյուղատնտեսական աշխատանքով չեմ զբաղվում, կոշտացած ձեռքեր չունեմ, ուստի բուրժուազիայի ներկայացուցիչ եմ։ Կարմիր քմերները ձգտում էին վերացնել բոլորին, ովքեր չեն համապատասխանում մաքուր ագրարային հասարակության իրենց տեսլականին։ Այս ողբերգական իրողությունը տարածվեց բազմաթիվ կրթված, կիրթ անհատների վրա, և հենց իմ տեսանյութի դիտողները, ովքեր վստահ եմ շատ խելացի և կիրթ մարդիկ են, հավանաբար կենթարկվեին մահապատժի, եթե ապրեին այդ ժամանակաշրջանի Կամբոջայում։ Կամբոջայի վարչակարգը նաև վերացրեց կրոնը և փակեց դպրոցները, քանի որ երկուսն էլ ընկալվում էին ագրարային դասակարգի թշնամի։
Այս ներքին թիրախավորումը, որը հաճախ անվանում են ինքնացեղասպանություն կամ անգլերեն auto-genocide, ընդգծում է, թե ինչպես կարող են ցեղասպան ռեժիմները գաղափարախոսության մաքրության քողի տակ շրջվել սեփական քաղաքացիների դեմ։ Վերադառնամ, ինչպես են տեղի ունենում ցեղասպանությունները հարցին։ Սովորաբար ցեղասպանությունների ժամանակ, քանի դեռ նման վայրակություններ տեղի են ունենում, աշխարհը մի կողմ է նայում, անտեսում է և չի միջամտում։ 1915 թվականին սկսված հայոց ցեղասպանության հետևանքով 1,5 միլիոն հայ մահացավ։ Դաշնակից տերությունները Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը դատապարտեցին այս վայրակությունները համատեղ հայտարարությամբ, դրանք որակելով որպես մարդկության դեմ հանցագործություն։ Սակայն այդ երկրներն այդպես էլ ոչ մի կոնկրետ քայլ չձեռնարկեցին հայերի և մյուս քրիստոնյաների դեմ բռնությունները դադարեցնելու համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հոլոքոստի ժամանակ 6 միլիոն հրեաներ համակարգված բնաջնջվեցին նացիստական Գերմանիայի կողմից։ Չնայած հստակ ապացույցներին, միջազգային հանրությունը չափազանց դանդաղ արձագանքեց։ 1994 թվականին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության արդյունքում, երբ ընդամենը 100 օրվա ընթացքում բառի բուն իմաստով մորթվեցին ամենադաժան ձևերով 800,000 թութսիներ, չնայած կար հստակ նախազգուշացում Միացյալ Ազգերի կազմակերպության ներկայացուցիչ Ռոմեո Դալերի մանրամասն ֆաքսի շնորհիվ, որը նախազգուշացրել և ուրվագծել էր բնաջնջման ծրագրերը, ՄԱԿ-ը այդպես էլ վճռական քայլեր չկիրառեց, չմիջամտեց, իսկ միջազգային հանրությունը պարզապես լուռ մնաց։ Միջազգային հանրությունը հաճախ լռում է ցեղասպանությունների ժամանակ, քանի որ ցեղասպանություններից շատ դեպքերում կատարվում են պատերազմների կամ հեղափոխությունների քողի ներքո և ավելի քիչ տեսանելի են։ Նման ժամանակներում կառավարությունները և կազմակերպությունները վարանում են միջամտել, պատճառաբանելով ինքնիշխանությունը հարգելը կամ հստակ ապացույցների բացակայությունը։ Բացի այդ, երկրները նախքան միջամտությունը հաշվի են առնում իրենց աշխարհաքաղաքական շահերը, տնտեսական նկատառումները կամ քաղաքական դաշինքները։ Այս դժկամությունը թույլ է տալիս վայրակությունները շարունակել, առանց որևէ վերահսկողության։ Արդեն որերորդ ցեղասպանության ժամանակ նման անգործությունը ընդգծում է այսպիսի հանցագործությունների կանխարգելման և դրանց արձագանքման համար ավելի ամուր և անաչառ գլոբալ մեխանիզմի անհրաժեշտությունը։ Միացյալ ազգերի կազմակերպությունը, ինչպես քանիցս ականատես ենք եղել, չի կարողանում և նման ուժ չունի կանխարգելելու ցեղասպանությունները։ Ինչևէ, այժմ ամփոփեմ ինչպես հարցի պատասխանը։ Նախընտրվում են թիրախային խումբ կամ խմբեր։ Խմբին մեղադրվում են տարբեր բաներում, ձախողումներում, կլինի դա տնտեսական ձախողում, վարակ, դժբախտություններ, թե մեկ այլ բան։ Հետո սկսվում է այդ խմբի ապամարտկայնացման գործընթացը։ Սա շատ կարևոր քայլ է բոլոր ցեղասպանությունների համար, որովհետև որպեսզի հեշտացվի սպանությունները, նախ խումբը պետք է ներկայացվի ոչ որպես մարդկային որակներ ունեցող խումբ, կիսամարդ, անասուն, կամ գոնե պետք է ներկայացվի որպես վտանգ հիմնական խմբի գոյության համար։ Այդ ապամարտկայնացմանն ու պրոպագանդային հաջորդում են տեղահանումները և զանգվածային սպանությունները, իսկ միջազգային հանրությունը չի արձագանքում կամ լռում է, կամ էլ խոսքից գործի չի անցնում։ Եվ այսպես քայլ առ քայլ իրականացվում են ցեղասպանությունները։ Հաջորդ հատվածում կքննարկեմ ինչու հարցը։ Կտեսնվենք։